Սասունի 1894 թվականի ապստամբությունը։ Սասունը Արևմտյան Հայաստանի լեռնային գավառներից է, որը գտնվում էր Բիթլիսի վիլայեթում և ուներ շուրջ 35,000 բնակչություն, որը հարկ էր վճարում Օսմանյան կառավարությանը և քուրդ աղաներին։ Սաստկացնելով հայերի հալածանքները, այդ տիրակալները տարեցտարի ավելացնում էին հարկերը։ Հնչակյան գործիչներից Միհրան Տամատյանը, Մուրադը, Հրայրը, Գևորգ Չավուշը և ուրիշներ, տարոնում քարոզելով իրենց կուսակցության գաղափարները, համոզում են լեռնականներին, որ տիրողներից և հարստահարողներից հարկավոր է ազատվել ու փրկվել միայն ազնիվ պայքարի միջոցով։ Նրանց այս առաջարկը հավանության է արժանանում սասունցիների մեծ մասի կողմից, և լեռնականները հրաժարվում են հարկատվությունից։ Սուլթանական կառավարությունը նախ փորձում է քուրդ աղաների միջոցով հպատակեցնել սասունցիներին, մանավանդ հաշվի է առնում, որ դրանով կսրվեն հայ-քրդական հակասությունները։ Այդ ժամանակահատվածում ձերբակալում են Միհրան Տամատյանին և 25 ըմբոստ սասունցիների։ Լեռնականները սակայն չեն ընկճվում։ Պայքարի ղեկավարությունն իրենց ձեռքն են վերցնում Մուրադը, Հրայրը և նրանց զինակիցները։ Սասունցիների այդ հանդգնությունից գազազած սուլթանը Զեյնի Փաշայի գլխավորությամբ սասունցիների դեմ զորք է ուղարկում և, օղակելով Սասունը, պահանջում 7 տարվա տուրքը։ Սակայն լեռնականները մերժում են, երդվելով դիմագրավել թշնամուն մինչև վերջ։ Կառավարական ուժերն անցնում են հարձակման։ Սասունցիները նրանց տալիս են պատշաճ հակահարված և փախուստի մատնում։ Տղամարդկանց հետ միասին արիաբար կռվում էին նաև սասունցի կանայք և պատանիները։ Թշնամին դիմում է նենգության, պատվիրակություն է ուղարկում ապստամբների մոտ և սուլթանի անունից խոստանում ներում, վնասների փոխհատուցում, ազատում հարկերից, եթե նրանք հանձնվեն։ Ծանր դրության մեջ ընկած լեռնացի սասունցիները գայթակղվում են և բանակցությունների համար ուղարկում 148 հոգի, բայց հակառակորդը շրջապատում է և կոտորում նրանց։ Կռիվը շարունակվում է նոր թափով։ Սասունցիները համառորեն դիմադրում են, սակայն ուժերը խիստ անհավասար էին։ Սուլթանական զորամասերն օգոստոսի վերջերին ի վերջո հաղթում են ապստամբներին և սրի մատնում մոտ 7000 սասունցու։ Կանանցից ոմանք չարատավորվելու համար ինքնասպան են լինում։ Գյուղապետ Գրիգորի հարսը, Գեղանի Շաքեն, իրեն նետում է ժայռից ցած և զոհվում։ Նրա օրինակին հետևում են շատ ուրիշ սասունցի կանայք։ Այս ապստամբության ղեկավարների և ակտիվ գործիչների մի մասը զոհվեց, իսկ մյուսները՝ Մուրադը, Գևորգ Չավուշը և այլք, բանտ նետվեցին։ Մուրադը դատապարտվեց 11 տարվա բանտարկության, ապա աքսորվեց Տրիպոլի, Լիբանան։ Սասունի 1894 թվականի ապստամբությունը Բեռլինի կոնգրեսից հետո արևմտահայերի առաջին զինված հարվածն էր Օսմանյան բռնապետության դեմ։ Ապստամբները հուսով էին, որ մեծ տերությունները, որոնք պարտավորվել էին հետամուտ լինել Թուրքիայում հայերի դրության բարելավմանը, կմիջամտեն և կօգնեն իրենց, սակայն նրանց հույսերը չարդարացան։ Նրանք Սասունի դեպքերով սկսեցին զբաղվել միայն այն ժամանակ, երբ սուլթանը արդեն կատարել էր իր սև գործերը։ Սակայն այնուամենայնիվ առաջադեմ մարդկությունը վճռականորեն բողոքեց Սասունում կատարված ոճրագործությունների դեմ և պահանջեց մեծ տերություններից վերջ դնել բռնություններին։ Աբդուլ-Համիդը սկզբում փորձեց անուշադրության մատնել այս բողոքի ձայները, բայց հետո ստիպված եղավ հաշվի նստել դրա հետ։ 1894 թվականի նոյեմբերին կազմվեց հատուկ հանձնաժողով Սասունի դեպքերն ուսումնասիրելու համար։ Հանձնաժողովն աշխատեց երկար ամիսներ և եզրակացրեց, որ Սասունում անմեղ բնակչության նկատմամբ կատարվել է եղեռնագործություն։ Այդ նյութերի հիման վրա
Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի Կոստանդնուպոլսի դեսպանները 1895 թվականի մայիսին Թուրքիային ներկայացրին բարենորոգումների ծրագիր։ Դրա համար էլ այդ ծրագիրը կոչվեց Մայիսյան։ Սակայն այդ ծրագիրը ձևական նշանակություն ունեցող փաստաթուղթ էր, որովհետև գլխավոր պաշտոնյաներին նշանակում էր սուլթանը, և ըստ այդմ այդ պաշտոնյաները կատարում էին նրա կամքը՝ անտեսելով բնակչության կենսական շահերը։ Ձևական նշանակություն ուներ նաև առաջարկվող հողային, հարկային և դատական հարցերի լուծումը։ Սուլթանը ստացավ այդ փաստաթուղթը, կեղծավորաբար գոհունակություն հայտնեց դեսպաններին, ապա նշեց, որ ինքն անարդար է համարում բարենորոգումների կիրառումը կայսրության միայն մի մասում, անհրաժեշտ է դրանք կենսագործել նաև մյուս վիլայեթներում։ Որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ անմեղ ձերբակալվածներն արդեն ազատված են, իսկ վտարանդիների գործերը քննելուց հետո կկարգավորվեն, կլուծվեն նաև հողային բռնագրավումների հարցերը։ Մի խոսքով, սուլթանական կառավարությունը միայն ձևականորեն ընդունեց բարենորոգումների ծրագիրը և հետագայում որևէ գործնական քայլ չարվեց ծրագրի իրագործումն ապահովելու համար։ Սուլթան Համիդն արևմտահայերի ազատագրական շարժումները ճնշելու, հայկական հարցին վերջ տալու նպատակով կազմակերպեց արևմտահայերի զանգվածային կոտորածներ։ Այդ կոտորածները սկսվեցին 1890-ական թվականների սկզբներին, բայց էլ ավելի մեծ չափերի հասան 1895-ից 1896 թվականներին։ 1895 թվականի սեպտեմբերին ջարդեր տեղի ունեցան Տրապիզոնում ու Բաբերդում, ապա շարունակվեցին Երզնկայում, Բիթլիսում, Շապին Գարահիսարում, Էրզրումում, Սեբաստիայում, Ուրֆայում, իսկ 1896 թվականին Վանում, Կոստանդնուպոլսում և այլուր։ Կոտորածներն իրագործվում էին թուրքական զորամասերի, համիդեական գնդերի և մահմեդական խուժանի միջոցով։ Իշխանությունների կողմից խրախուսում ստացած մահմեդական հոգևորականները հայտարարում էին, որ իբր հայերը ցանկանում են կատարել պետական հեղաշրջում, ապստամբում են, որ ցանկանում են բնաջնջել մահմեդականներին, իսկ մի շարք տեղերում այդ խրախուսված մահմեդական հոգևորականները ուղիղ կոչ էին անում՝ «Ոտքի ելեք, կոտորեցեք բոլոր գյավուրներին, և նրանց հարստությունը ձեզ կպատկանի», և զինվորներն ու մոլեռանդ խուժանը գործի էին անցնում։ Ջարդերը կատարվում էին ամենաբարբարոս ձևերով, առանց սեռի և հասակի խտրության։ Այս կոտորածներին հետևեցին ցրտաշունչ ձմեռը, սովն ու համաճարակը, և իրավիճակն էլ ավելի բարդացավ։ 1890-ական թվականների կոտորածի հետևանքով զոհվեցին շուրջ 300,000 հայեր, գրեթե այդքան էլ գաղթեցին, որից մոտ 100,000-ը Ռուսաստան, իսկ 150-200,000-ը Եվրոպայի, Աֆրիկայի և Ամերիկայի զանազան երկրներ։ Արևմտահայության որոշ մասն էլ հարկադրված դավանափոխվեց՝ ընդունելով մահմեդականություն։